Ողջույն սիրելի հետևորդներ ԱՄՆ գլխավոր լուրերի, այս թողարկմանը դիտեք. Երկրաշարժ Հարավային Կալիֆոռնիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ Յուլիեն քաղաքում, զգացվել է անգամ Լոս Անջելեսում, պատկան մարմինները շարունակում են գնահատել իրավիճակը։ Մեդիկալի ֆինանսական ճգնաժամ Կալիֆոռնիայում նահանգապետ Նյուսոմը ստորագրել է օրենսդրական փաթեթ ապահովելու առողջապահություն միլիոնավոր բնակիչների համար, ներառյալ ներգաղթյալների, սակայն որոշակի ժամկետով։ Միգրանտներով նավի ողբերգություն Ֆլորիդայում շրջված նավ անհետ կորած 5 մարդ փրկվածներ և զոհ։ Քաղաքացիության հարցազրույցը վերածվել է ձերբակալության, այսը ձերբակալել է պաղեստինցի հերթական ուսանողին հենց քաղաքացիություն ստանալու ժամանակ։ Այսի գործողություն Նեշուայի դատարանում տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ձերբակալվում վարչական իրավախախտ միգրանտը։ Սխալ արտաքսված միգրանտի գործով Բուկելեն մերժել է վերադարձը Սալվադորի նախագահն ասում է, ես չեմ կարող ահաբեկչին վերադարձնել Միացյալ Նահանգներ։ Հրաձգություն Արկանզասի այգում խնջույքի ժամանակ բացված կրակահերթից 2 զոհ, 9 վիրավոր։ Հրկիզում Պենսիլվանիայում նահանգապետի կեցավայրում նահանգապետ Շապիրոն և ընտանիքը հրաշքով են փրկվել։ Վտանգավոր վարորդները Կալիֆոռնիայում շարունակում են ղեկին մնալ, հարյուրավոր վարորդներ մահացու վթարներից հետո կրկին ստանում են վարորդական իրավունք, դիտեք ամբողջական վերլուծությունը այս թողարկմանը։ Կալիֆոռնիայում Real ID ստանալու նոր ժամ էր DMV-ում, 18 գրասենյակ բացվում է առավոտյան ժամը 7-ին, մայիսի 7-ի վերջնաժամկետին ընդառաջ։ Հարկային երկարաձգումներ աղետից տուժած նահանգներում Հարավային Կալիֆոռնիայի, Արկանզասի, Թենեսիի բնակիչները կարող են հարկերը ներկայացնել մինչև հոկտեմբեր և նոյեմբեր, իմացեք ավելին ընդամենը րոպեներ անց։